et qu'il suffisait que la Russie Ռուսաստանը լքեց Հայաստանին, բոլորը կարծես սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավոր։ les plus grands n'était plus possible. Երևանում եվրոպացիների հայտարարություններն ավելի չեն բարդացնում հայ-ռուսական հարաբերությունները։ Ազգային ժողովի նախագահը ճիշտ չի համարում տրամաբանությունը, որ Հայաստանն իր շահերը պետք է հետապնդի, հետ նայելով եւ տեսնելով, թե չի նեղսրտում արդյոք դրանից Ռուսաստանը։ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, Ռուսաստանի դեմ որևէ քայլ չեն անում, պարզապես երկրի անվտանգությունն ու քաղաքական ուղղությունն են ապահովում։ Եկեք ընտրենք, կամ մենք ծնկած ապրում ենք ինչ որ մեկի, լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան կամ որևիցե մեկ այլ գերտերության սապոգի տակ եւ ձերներս կտրում ենք, ընտրություններ չենք ունենում, ազատ մամուլ չենք ունենում, կամ մենք փորձում ենք առանց որևիցե մեկի հետ պատերազմանելու, թշնամանալու, ինչ որ մեկի վրա հարձակվելու քաղաքական կամ որևիցե այլ իմաստով մեր փոքր պետությունը տեր կանգնել։ On September 2023, Azerbaijan put an end to separatism in Karabakh. Ինքնիշխանության մասին թմբկահարող Սիմոնյանին լրագրողները հարցնում են. Ինչ ինքնիշխանության մասին է խոսքը, երբ Ալիևը Արցախի բանտերում պահվող մեր հայրենակիցներին պատերազմի հանցագործ է անվանում, արցախցիներին սեպարատիստներ, ու Փաշինյանը որևէ ձևով չի արձագանքում։ Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որը որ ամեն տարի, ամեն ամիսը մեկ ինչ որ գործողության հետևանքով մարդ է վերադասնում Հայաստանի Հանրապետություն։ Մենք չենք, ասենք, գլուխ գովում, բերան ծռում, ինչ որ մեկին փորձում լավը թվալ, չգիտեմ, քաղաքականության մեջ տղամարդ խաղում։ Մենք գործ ենք անում, եւ այդ գործի հետևանքը այն է, որ արդեն ընդամենը 19 հոգի է մնացել հաստատված Ադրբեջանի բանտերում։ Թողեք այդ մարդկանց հետ բերենք ոնց որ բերում ենք։ Եթե խաղաղություն է ու առևտուր, ինչու Ալիևը քայլ չարեց ու չեկավ Երևան, Սիմոնյանը չգիտի, բայց Փաշինյանի պես պատրաստ է այցելել Ադրբեջան, հարմար առիթի դեպքում, եթե հրավեր լինի։ Լսեք, կոշտ ռետորաբանությունը բանակցելու համար է, մենք էլ ենք կոշտ ռետորաբանությամբ խոսում եւ դա նույնպես բանակցելու համար է, դա քաղաքականություն է կոչվում։ Բաքում ռազմորկայի տրամաբանությամբ եւ գողական կներեք քրեական ենթամշակույթով խնդրում եմ մի առաջնորդվեք։ Ես կարող եմ այստեղ մեծ բաներ խոսել եւ թքած ունենալ, որ, չգիտեմ, սահմանի վրա հեսա կպատերազմ կսկսի։ Պատերազմի բռնկումը նաև ազգային ժողովի նիստում էր թոփ թեմա։ Անդիմադիրները արտաքին հետախուզական ծառայության պետից են հետաքրքրվում։ Ինչ տվյալների վրա էր հիմնված Փաշինյանի հայտարարությունը, որ եթե ԿՊ-ն ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կլինի։ Փորձել եք հասկանալ ինչ հիմքով նման հայտարարություն արվեց։ Կարծում եմ շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը։ Իր ասածը հետևյալն էր, որ եթե քաղաքական նախընտրական փուլում, քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Ասում է Նիկոլ Փաշինյանը տրամաբանական եզրակացության է եկել։ Չէ, Տիկին Տուրեղյանի հարցը շատ ավելի պարզ էր, ասում է դուք այդ տվյալները ունեք թե չէ։ Փոխադարձ մեղադրանքների տարափը շարունակվում է, իշխանականներն էլ սլաքներն ուղում են ընդդիմադիրների կողմը։ Եթե Հայաստան դաշինքը տեսականորեն կամ մեկ այլ ուժ Հայաստան դաշինքի նման կամ Հայաստան դաշինքի հետ դաշնակցող կա իշխանության եւ որպես Հայաստանի արտաքին քաղաքականություն ворթեգրի այն ինչ նրանք հիմա ասում են, պատերազմի հավանականությունը կմեծանա, կփոքրանա, թե կմնա նույնը։ Կմեծանա։ Հայաստան խմբակցությունը հորդորում է հետ գնալու տեսնել, ով է եղել պատերազմ բերողը։ Երեք պատերազմ բերած ուժը այսօր եկել եւ խոսում է խաղաղության մասին։ Բայց խմբակցության ղեկավարը այդքան չի ասում, որ կոնկրետ այդ տարածքներով Ջաբրայելի ուղղության մասին է ենթադրում եմ խոսքը։ Իրա տղեն այդ գծում ինչ պատասխանատվություն է ունեցել։ Եթե ձեր հանձնաժողովը 3 տարի ճգնելուց հետո երկներ եւ զեկույց ունենար, զեկույց չունի, որովհետև այդ թղթի տակ ընդամենը 4 հոգի աստորագրած 11 հոգու։ Հարգելի գործընկերներ, Բուրըն քննարկման ընթացքում падգամավորներն աղմկում էին նաև տեղից։ Ռուբինյանը չխնայեց անգամ թիմակիցներին։ Տիկին Ջուլիետա Ազարյան, խնդրում եմ լքեք դահլիճը հիմա եւ հեռախոսով դահլիճից դուրս խոսեք եւ ձեզ նախազգուշացում արդեն անընդհատ
նիստը խանգարելու համար։ Ռուբինյանի նկատողությանը հաջորդում են Ազարյանի արցունքները։ Լրատվամիջոցները ֆիքսել են, թե ինչպես է ընդմիջման ժամին արտասվում ԿՊԱ-ական տիկինը, բայց նրան մենակ չեն թողնում։ Ազարյանին սփոփում է Ղազարյանը, փորձելով մխիթարել սեփական թիմակցի կողմից թիրախավորվելուց հետո։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։